Բարի լույս, հարգելի ժողովուրդ ջան, երեք լավ ուրախացանք, գերանք, խմեցինք, քեֆարինք, հայ ազգը ապրում է և ապրելու է, հավերժ, ուրեմն ձեռի հետ նայել եմ անընդհատ Քոչարյանին, Ծառուկյանին, երեքա Սամվել Կարապետյանի թիմը ակտիվ չի եղել ընդհանրապես, երևի զգացին, որ իրենք ավելորդ են, ուրեմն Քոչարյանը երեք քանի հատ անընդհատ խոսում է բանից, Հայաստանի անվտանգությունից, Ղարաբաղը վարի տվավ, իր ծրագիրը Սյունիքը չստացվեց, հիմա ակտիվ ուզում է, որ իր ծրագիրը կայանա, բայց մոռացեք, ես ուրեմն և Քոչարյանին, և Ծառուկյանին, և Սամվել Կարապետյանին ուզում եմ ասեմ, հարգելիներս, Հայաստանի անվտանգության երաշխավորը, երբ որ դուք ուզում եք ասեք 5 հատ հզոր պետություն է պետք, ես ձեզ 5 հատ երաշխավորի անուն եմ այսօր ասում, դրանից ավելի երաշխավոր Հայաստանին չի կարող լինել, աշխարհում չկա դրանից ավելին երաշխավոր, առաջին հայ ժողովուրդը, երկրորդը Միացյալ ազգերի կազմակերպությունը, երրորդը Վատիկանը, չորրորդը Ֆրանսիան, հինգերորդը ԱՄՆ, ուրիշ երաշխավոր չկա, նույնիսկ 1992-94 թվի պատերազմը մենք հաղթել ենք այն ժամանակվա ԱՄՆ-ի օգնությամբ, շատ մարդիկ ասում են ինչ-որ ռուսի օգնությամբ ես մի բան, բայց ոչ, ռուսը նենց, գիտեք չէ ոնց է օգնում, Զախարովայի բանի խոսելով, տենց ուրիշ ոչ մի բան, ֆիզիկապես ոչ մի օգնություն նա ոչ մեկի էլ չի անում, էստա երաշխավորները դրանք են, ուզում եք կրկնեմ, հատուկ Ծառուկյանի համար կարելի է կրկնեմ, հայ ժողովուրդը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, Վատիկանը, ես սա կրկնեցի, որ ես Վատիկանի անունը ասում եմ, բոլորդ էլ հասկանաք, Վատիկանը, ամբողջ քրիստոնեական աշխարհի գլխավոր դերակատարն է, ու ամբողջ քրիստոնեական աշխարհը Հայաստանի համար միշտ էլ կանգնած է, այսենց ոտի վրա, որպես և երաշխավոր, և նրա խոսքը անցնում է ԱՄՆ-ում, Իսրայելում, ամեն տեղ, եթե չեք իմանում, իմացեք, Ֆրանսիան և ԱՄՆ, այլ երաշխավորները, նրանք ֆիզիկապես չեն կարող մեզ հետ լինեն, բայց այսքանը, որ ասեցի, սրանք ֆիզիկապես, որ Սամվել Կարապետյանն ասում է 24 ժամ է, 24 ժամ մեզ հետ են, և վերջ, մի անգամ էլ շնորհավոր քաղաքացու, ով որ չի ընդունել, սկսեք ընդունել, ձեզ համար է, բոլորի համար է, հատուկ ինչ-որ նվիրյալների համար չի, ամբողջ հայ ազգի համար է, ցանկացած տոն, այն մարդկանց էլ, որ ասում եք, եղերն է եղել, այսօր եղերն էր, հաջորդ օրը հաց են ուտում, քրիստոնյանը տես բան կանի, հայը տես բան կանի, այո, ժողովուրդ ջան, բոլորդ էլ,
Ձեր օջախներում, ձեր տատիկներին, պապիկներին, երբ որ իրենց տարիքը հասնում է, մահանում են, նույն օրն էլ հաց եք գցում, հաց եք տալի, ամեն ինչ էլ անում եք, նույն օրը անմիջապես գերեզմաններից գնում եք զալը եւ ուժեղ հաց եք տալի։ Ինչի՞ չի կարելի։ Հաջորդ օրը քաղաքացու օր լինի։ Կարելի է, ժողովուրդ ջան, ոչ չի կարելի։ Բա դա մեկը մեկին փոխարինում է։ Մեկը մեկին փոխարինում է, բա ոնց։ Լավ մնացիք։